նախ եկեք մենք փաստենք, որ մեր երկրի ներսում անվտանգությունը այդպիսի միջադեպերով չի պայմանավորված, օրինակ մենք ունենք, ես ասում եմ օտարերկրյա մեր տուրիստների մեր մոտ այցելած կարծիքը, նրանք շատ-շատերը զարմանում են, որ մեզ մոտ կներեք, օրինակ երիտասարդ աղջիկները գերեքան ժամը 11-ին, 12-ին, 1-ին նույնիսկ կարող են առանց այսպես մտահոգվածության շրջել քաղաքով։ Անվտանգության, ներքին անվտանգության մասին խոսում։ Իմաստը սա է, բայց անշուշտ դատապարտել է։ Անշուշտ դատապարտել է այդ միջադեպը։ Իդեպ որքան ես եմ հասկանում, իհարկե որևէ գնահատական չեմ տա, որտեղ հիմա գնում է նախաքննություն, չարժի դրանց վրա ճնշում գործադրել, բայց երբ որ հարց ես տալիս ում էր դա ձեռնտու, կներեք, կարող եմ ասել, որ ամենից քիչ դա ձեռնտու էր հանրապետական, ես տաբնը սա կարող եմ ասել։ Ինքս դատապարտում եմ ցանկացած նման բռնարարք։ 350,000 մարդ վարձատրվում է մինիմալ աշխատավարձով, լինելով վարձու աշխատող։ Հիմա ես թվեր եմ բերում։ Պետական սեկտորում ամբողջ պետական սեկտորում աշխատում է շուրջ 224,000 մարդ, ամբողջ պետական սեկտորում, 224,000 մարդ և այդ սեկտորում ոչ ոք 55,000 դրամ չի վարձատրվում, սա մեկ, ամբողջ գործ մեր մոտ աշխատազբաղվածության, այսինքն վարձու աշխատողների թվականակը կազմում է մասնավոր սեկտորում, կազմում է շուրջ 300,000, Մասնավոր սեկտորում միջին աշխատավարձը կազմում է 224,000 մասնավոր սեկտորում։ Համաձայնեք, որ այս թվերի պայմաններում ենթադրել, թե 350-ը 600,000-ից ստանում են 55,000 աշխատավարձ եւ ըստ էության միջին աշխատավարձը 224,000-ը, դա իրականության չի ամուսխանում։ Բայց Արտուր Բաղդասյանն էր ասում։ Ես երեք եմ լսել։ Ես կոնկրետ թվեր եմ ասում, հասկանում եք, հիմա իհարկե ինչ-որ մեկը, որ այս ամենը չի տիրապետում, ու ասում է, որ իրավիճակը վատ է, անկասկած կարող է հավատալ, և հաջորդ առաջարկ, եկեք միջին աշխատավարձը բարձրացնենք, 55,000-ից, չէ, այդ առաջարկն էլ կա, չէ, միջին աշխատավարձ, չէ, նվազագույն աշխատավարձը կներեք, 55,000-ից հասցնենք 80,000, առաջի այցքից շատ այսպես գայթակղիչ, իսկ ինչու ոչ, միգուցե իրոք դա արժի անել։ Ես հիմա բարձրացրեմ պատկերացրեք մոտորում եմ, 55,000 դարձնել 80,000, սա նշանակում է բոլոր ամբողջ պետական սեկտորում, օրենքի ուժով աշխատավարձները բարձրացնել, սա նշանակում է բոլոր չինովնիկները, բոլոր դատավորներ, դատախազներ, քննիչներ, ոստիկանություն, պատգամավոր բոլորի աշխատավարձը հենց օրենքի ուժով, որտեղ բոլորի աշխատավարձը օրենքով կապված է նվազագույն աշխատավարձի հետ։ Ինչ որ մեկը ստանում է նվազագույն աշխատավարձի քառապատիկը, մյուսը ստանում է 6-ապատիկը եւ այլն։ Եթե դուք 55,000-ը դարձնեք 80,000, բոլորին նախ բարձրանում է։ Թվում է դե թող բարձրանա, ինչ է պատահել ոչ։ Բայց հենց այս աշխատավարձների բարձրացումը իր երցին խթանելու է կամ ռուսերեն ասում պրովոցիրված, չէ՞։ Մասնավոր սեկտորում աշխատավարձի բարձրացում տարբերակ չկա, որ նրանք չբարձրացնեն։ Ուրեմն աշխատավարձը բարձրացա, ինչ է տեղի ունենալու, ըստ էության արտադրանքի ինքնարժեքը թանկանալու է, բարձրանալու է։ Ուրեմն դա պետք է բերի գների բարձրացմանը, ակնհայտորեն գների բարձրացմանը, կամ պետք է բերի այդ հիմնարկների կամ այդ ընկերությունների շահութաբերության անկմանը։ Ղազախստանը ժողովրդավարության առումով, ասենք, ԱՊՀ տարածքում կղզյակ չի, չէ՞ ժողովրդավարության։ Համաձայնեք ինձ հետ։ Ղազախստանում ամենամեծ ներդրումներն են կատարվում։ Դե բիզնես ճիշտ միջավայր է ստեղծում։ Որն է այդ բիզնես ճիշտ միջավայրը։ Դե չգիտեք։ Ուրեմն տեսեք ես հետևաբար ավտորիտար համակարգի հետ միասին անի։ Ուրեմն հետևաբար խոսքը գնում է նախապատրաստել բիզնեսմենների համար նպաստավոր հնարավորություններ, որն է դա նախ եւ առաջ վստահություն։ Շատ շատերը Ղազախստանում վստահում են ոչ միայն, ոչ թե այդպես ասենք, շուկայական միջավայրին, որտեղ իրականում կարող է դա իրոք այդպես չլինի, այլ ուրիշ այլ գործոններ կան։ Հիմա իմ ասածից իմաստը որն է, եթե որևէ մեկ ուզում է Հայաստանը ներդրում կատարի, բացի ցածր, այսպես ասենք, դրույքաչափերից հարկերի, բացի հարկային բարենպաստ միջավայրից, շատ էական է նաև իշխանությանը, կառավարությանը, նույն վարչապետին վստահել թե ոչ։ Սա շատ կարևոր նշանակություն է։ Շատ էական են բիզնեսմենների միջանձնային հարաբերությունները,
Որտեղ մարդը միջև որոշում կայացնի գա այստեղ, նախորդ համոզվի, օրինակ համակրել եք դուք, վստահել եք դուք, կարելի է ձեզ այդ երկարաժամկետ հույսեր, սրանք շատ էական խնդիրներ են։ Այսինքն հետեւաբար ես օրինակ բերեցի, չէ, ես օրինակ բերեցի վարչապետը, կարելի է վերցնել ընդհանրապես քաղաքական պատասխանատուներն։ Սա այդպես է, ում դուրը գալիս է, ում դուրը չի գալիս, սա իրականություն է։ Հետեւաբար սա նշանակում է ինվեստորը աշխատել։